Մարտին, ինչ կա, չկա, ինչ նորություն կա։ Հրաչ Ծանոթացանք կա նորություն իրականում քո կողմից բավականին չսիրված Մարտին Սկորսեզեն շատ սիրված նկարահանելու է իր 27-րդ լիամետրաժ ֆիլմը Գուշակի ով է գլխավոր դերում Դիկապրիոն 7-րդ անգամ նրանք աշխատելու են Դիկապրիոյի հետ մյուս գլխավոր դերում լինելու է Ջենիֆեր Լոուրենսը այս անգամ Սկորսեզեն նկարահանելու է խորհր սարսափ ֆիլմ Պիտեր Կեմերոնի վեպի հիման վրա ինձ ընդհանրապես անծանոթ գիրք է, չգիտեմ ֆիլմը պատմելու է ամերիկացի զույգի մասին որը Ամերիկայից գնալու է Եվրոպա ինչ-որ երեխա որդեգրելու ինչ-որ տենց գողտրիկ եվրոպական ինչ-որ հյուրանոցում առեղծվածային իրադարձություններ են տեղի ունենալու, ինչը եւ կդառնա այդ սարսափ ֆիլմը էլի երևի Սկորսեզեի ֆիլմերից ամենամոտը կլինի ինձ թվում է Shutter Island-ին ինչ-որ միստիկայով պատված եւ այլն թե չեմ ասած նրա ֆիլմերը հատկապես վերջինները շատ ուրիշ տեսակի ֆիլմեր են Ստուդիո կանալն է մասնակցում Apple Original Films-ը, որը նկարահանել է քո կողմից շատ չսիրված Killers of the Flower Moon-ը Եվս շատ սիրված Ինձ թվում է էլի մի 3.5-4 ժամանոց ֆիլմ կլինի, չնայած խորհրդի համար շատ կլինի, ինձ թվում է այս պարագայում դժվար Այս էլ Սկորսեզեի նոր ֆիլմը Հա, ինձ թվում է շատ դժվար կլինի 3-4 ժամ դինամիկան ու այդ միստիկան պահել, բայց դե Սկորսեզեն կարողանում է ճիշտ է էլի այդ Killers of the Flower Moon-ը Եվի մի քիչ ձանձրացա, բայց ամեն դեպքում դուրս եկավ այդ ֆիլմը, ինչը հույս է տալիս ինձ անձամբ որպես Սկորսեզեի մեծագույն երկրպագու։ Իրական կարևորը այն է, որ մաֆիայի մասին չի, եթե վերջում պարզվի հորր չէր, ինչ որ մաֆիոզիներ են այդ սաղ կազմակերպել, ես շատ կտխրեմ։ Okay, ես էլ քո սիրած ռեժիսորներից մեկի հետ կապված նորություն ունեմ։ Աշխարհահռչակ Օսկարակիր Քրիստոֆեր Նոլանը ընտրվել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի նախագահ։ Գիլդիան իր գործունեությունը ժամանակակից տեսքով, հա, ծավալում է 1960 թվականից ու այս պահին այնտեղ կան գրանցված 19000-ից ավել կինո, սերիալ եւ այլ ռեժիսորներ։ Հիմնական նպատակը ես ինչքան հասկացնում եմ էլի այս նորությունների նաև որ մյուս տարի ինչ-որ կոնտրակտներ կան տարբեր ստուդիաների հետ կապված որ պետքա կնքեն ամենայն հավանականությամբ Նոլանին որպես ռեժիսորով կարողանում այդ փողերը բերի կազմակերպել են որ ինքը փորձի այդ negotiation-ները ոնց էր հայերեն բանակցությունները վարի ինքը Նոլանը նշել է որ դա իր կարիերայի ամենամեծ դաստիժենիաներից մեկն է, ձեռքբերումներից մեկն է, շնորհակալություն հայտնել եւ այլն ինչ որ հետաքրքիր նորություններ ամեն դեպքում ու նշենք որ ամեն տարի հա գիլդիան իր մրցանակաբաշխությունը ունի Օսկարից առաջ ու շատ հաճախ դրանք համընկնում են, ինչպես օրինակ անցյալ տարի Անորայի պարագայում էր համընկել Դե տեսնենք մյուս տարի ոնց կզարգանա ինդուստրիան հաշվի առնելով որ իդ կովիդյան հա տարիներին լիքը սթրայքեր եղան, այդ միտինգներ եւ այլն բողոքներ որ տարբեր մի խոսքով խնդիրներ կային ինդուստրիայում տեսնենք գուցե ինչ որ կազդի գուցե չի ազդի Դե իրականում ինքն էլ հենց հաղթեց DJ-ը հետո Օսկարը հաղթեց Ինձ թվում է ինքը բոլոր ռեժիսորներին հենց կասի այն տեսակ ֆիլմեր նկարեք որ ժամանակը հետ ու առաջ լինի մեջը եւ այլն վերջում ինչ որ անհասկանալի բան ու բոլորը կասեն ինչ հրաշալի աննկարագրելի Օսկարի ֆիլմ է ինչպես եւ մյուս տարվա նրա սպասվող Օդիսեյը տեսնենք ուր կտանի ժամանակի Սկոմենկո մգնել Այդտեղ խնդալու բաները այն որ դե Նոլանը հայտնի է իր այդ ժիվոյ սյոմկայով, հա, որ այսինքն ամեն ինչ իրական անում, ինձ հետաքրքրած Սիլա Խարիբդայի էպիզոդը ոնց է ռեալ նկարելու կամ այլ մոնստերների հետ կապված ոդիսականում, հա Հետաքրքիր է, լավ, ամեն դեպքում դրան սպասենք տեսնենք ինչ գործունեություն կծավալի, թե արդյոք սա պարզապես ֆիկտիվ պաշտոն էր Տուդուդուդում Դժվար Այլ նորություն, մի քիչ տխուր նորություն 87 տարեկանում կյանքից հեռացել է եվրոպական կինոյի իկոնաներից մեկը Կլաուդիա Կարդինալեն ով հայերիս համար
այսպես ասած կարևորվում է նրանով, որ ինքը խաղացել է Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմում ու հենց Մայրիկը Արաքսի կերպարը ինքն էր մարմնավորում հայ ազգի իրան հիմնականում այդ տեսակով գիտի, այդ պերսոնաժով գիտի։ Նու ինքը շատ ճիշտ է, ես իրան այն ամենաառաջին էշելոնի դերասանուհիներից չեմ համարում եվրոպացի, ասենք Կատրին Դենյով, Ինգրիդ Բերգման, հիմիկվաներից Ժուլիետ Բինոշ եւ այլն, ինքը մի քիչ երկրորդ շարքից է կարելի ասել, բայց իր կյանքի ընթացքում խաղացել է շատ ուժեղ ֆիլմերում, Սերժիո Լեոնեի «Однажды на Диком Западе» նրա մեկ անգամ վայրի արևմուտքում Գազան շատ լավ դերը, հա, Վիսկոնսի երկու ֆիլմերը Ընձարյուծում եւ Ռոկոն եւ նրա եղբայրն Ֆելինի 8.5-ը եւ Վերներ Հերցոգի Ֆիցկարալդոն, որոնք հենց նրա այս 5 ֆիլմերը շատ հայտնի ֆիլմեր են։ Ափսոս, բայց տարեց էր արդեն։ Ինձ օրինակ միշտ երբ եվրոպական ինչ-որ աստղերից ենք խոսում, մանավանդ դերասանուհիներից, միշտ առաջի հարցը ինչ գալիս է, որ մեզ հայտնի է, չգիտեմ, եւ այլն, շատ հաճախ մենք այդ սովետական միության հետևանքով ինչ-որ մտածում ենք, օրինակ ինձ թվում է Ադրիանո Չելենտանոն որպես դերասան Ամերիկայում տեն շատ հայտնի չի, բայց նախկին ԽՍՀՄ-ից ում հարցնես, ամենայն հավանականությամբ գիտեն Ադրիանո Չելենտանոին ու իր ապարը։ Հենց որ հա, ամեն դեպքում դե սա երևի այդ кейսը չի, բայց այդ հարցը միշտ առաջանում է ինձ մոտ։ Ադրիանո Չելենտանոն, ինձ թվում է ես քեզ էլի եմ ասել, Ադրիանո Չելենտանոն ամենայն հավանականությամբ ճիշտ է իմ մաման էլ է իրան շատ սիրում, բայց ինձ թվում է ինքը հայտնի է միայն Հայաստանում ու Ռուսաստանում, ինքը Իտալիայում էլ հայտնի չի։ Հիմա որ ասես Ադրիանո Չելենտանոն, որպես երգիչ միգուցե, բայց էլի այն երգիչը չի, էլի որ ասես։ Ինձ թվում է հիմիկվա ջահելներին մի քիչ դաժե 40-50 տենց հարցնես, Ադի Չելենտանոն կասեն, ինչ չելեն։ Դե դու մի մոռացի TikTok-ի ուժը, ամեն դեպքում։ TikTok-ի ուժը, հա, օքեյ։ Գուցե եւ ինչ որ սերունդ կարող է իմանալ Չելենտանոին։ Լավ, ինչպես ասում եմ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Մոռանանք։ Այսօր մեր մոտ դիտարկվելու է, քննարկվելու է, իդեպ առաջին անգամ է քննարկվելու, նու լավ ինչ որ մասեր քննարկել ենք, բայց ընդհանուր առմամբ շատ գրական է սա։ Այսօր մենք անում։ Այո։ Ուզում եմ խոսենք Երկար զբոսանքը The Long Walk ֆիլմի մասին։ Ֆիլմի գործողությունները, իրադարձությունները տեղի են ունենում ալտերնատիվ 20-րդ դարում Ամերիկայում, որտեղ եւս մեկ քաղաքացիական պատերազմ է տեղի ունեցել, որի հետևանքով բոլոր նահանգները ինչ-որ խնդիրներ է առաջացել, նրանք կարծես թե առանձին կառույցներ են դարել առանձին պետություններ, բայց պատերազմից հետո առաջ է գալիս հեղինակավոր, չգիտեմ, դիկտատոր երևի կամ նման մի բան, միլիտարիստ կամ զինվորական, ում անունը մայոր է ուղղակի, իրան ամբողջ ֆիլմում անվանում են որպես մայոր, ում մարմնավորել է իդեպ ով Մարկ Հեմիլը նայելուց եկամ մի անգամ չհասկացանք, բայց մարտի սենց մենք սիրում ենք էլի որ կինո ենք դիտում միասին սենց ասենք էս ով էր ու տենց մի անգամ չհասկացանք, բայց Մարտինը 3 կադր հետո ասաց Մարկ Հեմիլն է, ասի հա Մարկ Հեմիլն է։ Մի խոսքով ֆիլմը պատմում է նրա մասին, որ այդ մայորը կազմակերպում է այսպես կոչված խաղեր, որտեղ որ մարդիկ կինոյի բարագայում 18 տարեկան, հա, 18 տարին բոլորած երիտասարդներ քայլում են ու ով վերջինն է, այսինքն սկսում են քայլել, անընդհատ քայլում են այնքան, մինչև ով հաղթող է ճանաչվում, ինչ որ սկզբունքով, այսինքն ով վերջինը մնաց, որ կարողանում է դեռ քայլել, հաղթում է շատ մեծ գումար, հաղթում է որևէ ցանկություն, որով ինքը որը մի խոսքով տեղում հենց փորձում են իրականացնել։ Սեթինգը այսպիսին է։ Ինչ տպավորություններ ունես դու այս ֆիլմից դիտումից հետո։ Իրականում ես ֆիլմի ստեղծման եւ ի հայտ գալու մասին շատ շուտվանից էի լսել, երբ դեռ ընդամենը ինչ որ ինձ վայր էին ուղարկում եւ այլն, ինչ որ մարդիկ կային, որ ասում էին Ստիվեն Քինգի լավագույն էկրանիզացիաներից մեկն է,
Բայց ես հետո հիշեցի Ստիվեն Քինգի լավագույն էկրանիզացիաները ու մի տեսակ որ Օսկար են տարել օրինակ։ Օսկարը գցենք մի կողմ, ասենք Shining-ը եւ այլն, ինքը Օսկար չի տարել, բայց եւ այլ, բայց երբ որ հիշում ես իր լավագույն էկրանիզացիաները, ասում ես լավ, ոնց է լավագույն էկրանիզացիաներից մեկը Պաբեգից Շոուշենկան, Shining-ը, արդեն են Մգլան, Միզերին լավագույն դերասանուհի է, չէ՞, ոնց որ թե նոմինացիա լավագույն դերասան։ Ասենք լավ, այնտեղ դերասանուհու բաղով, բայց միևնույն է, այսինքն դու ասում ես լավագույններից մեկն է, գոնե մի երկու հատից պետք է թույլ լինի, իսկ այստեղ 8 հատ հաստատ ավելի լավ է գա, էլի, ասենք այնտեղ Կեսի Ստրակերին եւ այլն Կրիստինան մեքենա, չգիտեմ, բայց ֆիլմը բավականին հետաքրքիր է, դինամիկ է, դրամատիզացված է մի քիչ, ինձ թվում է, ու ընդհանուր կերպարների հետ ես մի քիչ խնդիր կարամ նկատեմ, ընդհանուր 50 մասնակից են, չէ՞։ Գրքում 100 է, իսկ այստեղ 50 շտատների քանակով կերպարներն իրենք այն տեսակ էին, որ երբ որ դու նայում ես, սկսում ես կերպարների հետ ծանոթանալ իրենց քայլքի ընթացքում, դու ոնց որ մոտավոր պատկերացնում ես ով ոնց է մահանալու, ում հետ մոտավոր ինչ է լինելու։ Այդ մի տեսակ մի քիչ տենց որպես խնդիր ես կարամ ներկայացնեմ, բայց նաև լավը նրա այն առումով կար, որ կար կերպար, որը ասենք ոնց է լինում, որ ինքը ամենաստաբիլն, ամենահաստատունն է, եւ այլն ինքը հստակ գիտի ինչ ոնց պետք է անի, ու իր breakdown-ը հենց նենց է լինում, որ դու հասկանում ես, որ մարդը մնում, այս տեսակի իրավիճակներում հատկապես նրանք կորցնում են ինքնատիրապետումը, այդ առումով դուրս եկավ մարդկային տեսանկյունից, բայց ֆիլմը տենց շեդևրալ չէր իմ համար, բայց հաճելի ֆիլմ էր, լավ ու քրոնոմետրաժը ժամ 48 բավականին տանելի էր, ինձ թվում է այդ ինտենսիթիի տակ հերիք էր։ Ես էլ եի ուզում հենց իրական քրոնոմետրաժին անդրադառնալ, ընդհանրապես հենց սկեպտիկորեն եմ մոտենում, որովհետև սովորաբար ինչ որ տենց կինոներ ոնց որ փակ սեթինգ է, հա, ոնց որ ինքը մեծ ճանապարհ է եւ այն, բայց սեթինգը փաստացի փակ է, սահմանափակված է զինվորականներով, սահմանափակված է ճանապարհով, սահմանափակված է դերասաններով ու ես խիստ անհանգիստ եմ որ կարող է դինամիկան հնարավոր չլինի պահել, բայց զուտ զգացածից հա տեսանկյունից երևի ինչ որ պահ չի եղել ֆիլմում, որ ես ձանձրանամ, չուզենամ նայեմ, ինձ հետաքրքիր չլինի թե հաջորդ պահին ինչա տեղի ունենալու, իմ համար օրինակ ցուցանիշ է, մենք սովորաբար որ միասին կինո են գնում, ասես լիքը խոսում ենք, ինչ որ բան են քննարկում, պայտակ փորձում ենք գուշակել։ Օրինակ, այս ֆիլմի դեպքում, չգիտեմ, քո մոտ ցանկություն ոնց, իմ մոտ քիչ էր առաջանում ցանկությունը, ինչ որ բան փորձել գուշակել կամ էլի անում էինք, ինչպես միշտ անում ենք, մեր եթե տեսնում եք մենք կինո ենք մտնում կամ մի մտեք մեր հետ կամ պատրաստ եք բուրըն քննարկման 4 շարքի անկյուններից մեկում։ Սովորաբար Մի խոսքով, հա, ու ինձ թվում է հենց քրոնոմետրաժը իրան փրկում է այդ տեսանկյունից, որ ոչ մի իմ համար համենայն դեպս այդ ռուսեն ասած պրեսիդանյը չեղավ, այսինքն ամբողջ ընթացքում ինձ հետաքրքիր ոնց է տեղի ունենալու, ինչ է տեղի ունենալու եւ այլն։ Ու ինձ շատ դուր եկավ այս նոր տենդենս է թվում է թե Հոլիվուդում, որ երիտասարդ դերասանների են ներգրավում ֆիլմերի մեջ, օրինակ Կուպեր Հոֆմանը, մեր սիրելի Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի որդին կամ Դեվիդ Ջոնսոնը, ով եթե հիշենք Էլեն Ռոմուլուսում Օտարը Ռոմուլուսում է խաղում է Android-ի ու ինձ շատ օրինակ դուր եկավ հենց ես իրան ընդամենը այն ֆիլմում եմ տեսել այստեղ ու ինչպիսի տարբեր կերպարներ է կարողանում մարմնավորի դուրս այդ փաստը շատ եկավ ու նաև եւս մեկ երիտասարդ դերասան հուսամ անունը ճիշտ եմ կարդում Ջոշուա Օձիկին ով բնիկ ամերիկացու դերն է խաղում ու ասենց մի հատ հարց քեզ ու փոխանցենք խոսակցությունը դեպի քեզ ինքը շուտով լույս տեսնող էկրանիզացիայում է եւս նկարահանվելու Հուշեմ Սթիվեն Կինգի էկրանիզացիա է այսինքն չգիտեմ հենց գրքով է թե չէ բայց մի խոսքով սեթինգը ֆիլմական ինչ որ բան է լինելու մեջ է Ջա կգուշակես պրեմիերան եթե ճիշտ եմ գուգլել հոկտեմբերի 26-2025 թվական Հա, մեն Բիգուշիչը լավ եկում է լինելու Ջա Eat Welcome to Derry Ու իդեպ Սկարսգարդը վերադառնում է իր դերին հա ու այս տղան ու իրական խնդալուներն էր որ հենց ընթացքում ինչ որ նայեցի մեկը ինձ մոտ հենց այդ էջն էր բայց չգիտեմ խեին այո Eat Welcome to Derry բայց հենց ինքը հայտնի կդառնա տենց մի քիչ երևի խոսանք ֆիլմի ստեղծողների մասին կամ այն դեպքում այս պահից մի հատ զգուշացնենք որ այլևս հնարավոր են սպոյլերներ, որովհետև մենք էլ կանգ չենք առնելու։
Եթե ինչ timestamp-ը կդնենք։ Հա, այս պահին դեռ չեմ խոսա սպոյլեր, այս պահին մի հատ խոսամ ովքեր են այս ֆիլմը նկարել եւ այլն աշխատողներն ովքեր են։ Նու տենց շատ երևելի մարդիկ չեն, ինչ որ սինեմատոգրաֆի եւ այլն բան, այդ տեսանկյունից չէ։ Ռեժիսորը Ֆրանսիս Լոուրենսն է, ում մենք բոլորս գիտենք Hunger Games-ը հայերեն ոնց կլինի, սոված խաղեր, քաղցած խաղերից, ինքը հիմնականում նկարում էր Ջենիֆեր Լոուրենսին, այսօր շատ ենք խոսում իր մասին, Red Sparrow, Կարմիր Վարապեյը Կարմիր ջնջղուկը, հա, ինքը հիմնականում Լոուրենսին էր նկարում, ու ինքը սիրում է այս տեսակ բաներ նկարել, դե պատկերացրեք հենա Hunger Games, Anti-Utopia, ու էս էլ արդեն նմանատիպ ինչ-որ բան, գլխավոր դերասաններից հենց Կուպեր Հոֆմանի վերաբերյալ մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ երբ որ այնտեղ կերպարը նենցա, որ իր հայրը շուտ մահանում է, չէ, արդեն զգուշացրել ենք, չէ, որ բայց դու հետո խոս տվեցիր, որ սպոյլեր չես անելու, ամեն դեպքում հուսանք այնտեղ տիրի արդեն, ու Իրան ընտրելը բավականին լավ ընտրություն էր, այսպես ասած, որովհետև ինչպես գիտենք, նա մեր բոլորի կողմից շատ սիրված վաղամերիկ Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի որդին է, ում մահվան մասին ես որ իմացա շատ էի տխրել, ու լավ էր, որ ինքը հետո նկարահանվեց Պոլ Թոմաս Անդերսոնի La Grichnaya Pizza-ում ու տենց իր vibe-ը գնաց, vibe-ն էլ էր լավը, հա, այդ 80-ականներ, 70-ականներ չեմ հիշում ինչ ժամանակաշրջաններ, այսինքն Իրան ընտրել է այս դերի համար, բավականին ճիշտ էր, այսինքն նաև այսինքն այդ ամեն ինչ ինքը զգացած դերասան էր կերպարի կերտման համար էլի, բայց մի քիչ sense էլի ֆիլմի կառուցման վերաբերյալ եթե խոսամ ու պերսոնաժի առաջ գնալու մասին, դե նայեք ֆիլմը խոսում է նրա մասին, որ ինչ որ մեկը պետք է իր նահանգից գա ու հասնի վերջ, որ հաղթի եւ այլն, բայց դուրս է գալիս, որ մեր ֆիլմի գլխավոր հերոսը ուղակի վրեժ է ուզում լուծել, այսինքն ֆիլմի գլխավոր շարժիչ ուժն ու այն ինչ որ տեղի է ունենում գլխավոր հերոսի ուղեղում ու նրան էսում լրիվ ուրիշ տարբեր բաներ են, ինքը վրեժ է ուզում լուծի, ուզում է հասնի տեղ ու սպանի այդ մայորին ոնց որ դու ասիր, բայց ավարտը սփոյլ չենք անի, այդի գլխավոր ամենաավարտը չենք անի, որ մարդիկ գնան նայեն այս ֆիլմը գոնալ, մեկ է ինչքան էլ ինձ ասենց խոսում ենք սպոյլեր եւ այլն, այսօր խոսում ենք էլի այդ մասին, մեկ այս ֆիլմը որ գնալու է նայելու իրան գլխավորապես հետաքրքրել է վերջում ինչ է լինելու, հա, ով է հասնելու վերջ եւ հա, այդ պահը չենք սպոյլանի, բյուջետը 20 միլիոն շատ չի թվում է մի քանի հատ մեքենա զենք դերասաններ ու ճանապարհ իդեպ մեքենայի պահը շատ հետաքրքիր ֆակտ կա որ նայում ես ֆիլմը քեզ թվում է մի քիչ sense չափազանցրած է չէ խեն տանկով գնում հետևից քայլում են էլի կարեն այդ ավտոմատներով գնային համերով գնում համերով խեն տանկով գնում մեկը չեմ հիշում ով գրել էր թե նրա համար է որ կողքից միջամտություններ չլինի հանգարց ինչ որ կողմնակի ուժեր չփորձեն այդ իվենտը խանգարել այսինքն տանկը դրա համար է, էլի, այսինքն դրսին վախացնելու համար է, այսինքն կարան չի որ մարդիկ հայտնվեն, ասեն այս իվենտը պետքա վարի տալ բոլորին սպանել, չգիտեմ, խանգարել, տանկը դրա համար, այդ մի տանկը դրա համար էր, էլի, այստեղ էս բավականին մի քանի ուրիշ հետաքրքիր բաներ նկատեցի, դե ֆիլմում դե մայրը չհաշված գլխավոր պերսոնաժի կին չկա, չէ, որ դերերում, ասենք, միշտ նայում է աղջիկ կա, քայլում չկար, հենց այդ կրակողների մեջ հենց կանայք են, հենց այդ ովքեր սպանում են, այդ չպետք է ասենք, թե պետք է ասենք, չէ, սպանելը միջև այդ ասել էր, արդեն օքեյ, հա, всё Դերասանական առումով խոսանք, լավ էին խաղում տղեկը։ Լավ խաղացին տղեկը լավ էին խաղում, ինչ որ իրենցից պահանջվում էր անել, լավ էլ իրանց մոտ ստացվում էր, այստեղ ինչ որ sense Օսկարի բաներ չկա, որ ասես վայ ինքը կլինի Օսկար, ինքը կլինի, չգիտեմ ինչ։ Երաժշտությունը այդ լարվածությունը լավ պահում էր, որովհետև պետք է, այս տեսակ ֆիլմերում այդ պետք է որ դու մտնես առանց ինքն հեղինակային բաներից չի, էլի, որ ինչ որ իրավիճակա պետք է նայես, հասկանաս եւ այլն։ Դե հենց ինքն էլ քեզ հուշում է այդ պահին, անկախ քո ենթագիտակցություն հուշում է, որ հեսա ինչ որ բան է, դու արդեն ավտոմատ ընկղմվում ես։ Սինեմատոգրաֆի տեսանկյունից մի քիչ լավն էր, որովհետև այստեղ կային ինչ որ երկար շոթ երկար ժամանակ խոսալով գնում էին ու այս տեսարանների վերաբերյալ շատ հետաքրքիր բան է ասել Կուպեր Հոֆմանը որ ամեն օր 15 մղոն իրենք արևիտակ քայլում էին նկարահանումների ժամանակ շոքին ինչ որ Վինիպեգում ա եղել Կանադայում ա Վինիպեգը հենց 15 մղոն քայլել են նկարահանումների ժամանակ ու long take-եր են եղել բավականին տանջվել են տղեկը
Տենց Հա ինձ օրինակ ամբողջ կինոյի ընթացքում դե ես միշտ տենց ինչ որ գուցե տարօրինակ գուցե չէ բայց տենց բանի հետևից եմ սկսում ընկնել ռեալիստիկությունն է այդ ամեն ինչի օրինակ ես ամբողջ ընթացքում ուզում եի երբ մտածում եի երբ է ֆիլմը ավարտվելու մի հատ գնամ Google-եմ ինչքան է հնարավոր քայլել ինչքան են քայլում ոնց են անում ու իզարմանս մի փոքր իզարմանս դե պարզ է հա ֆիքշնը ամեն դեպքում նենցա որ մենք պիտի ընդունենք խաղի կանոնները որ այդպես է վերջ իզարմանս այսօր գտա #Google-ում իրականում գտա որ ռեկորդը անդադար քայլելու եղել է 418 մղոն ու տևել է 6 օր 10 ժամ 28 րոպե ինչը թվում է թե բավականին եթե ես ճիշտ եմ հիշում timestamp-ը ֆիլմի մեջ մոտ էր այդ կարգի ինչ որ թվե 5-6 օր էին քայլում կարծեմ 6-ն եմ հիշում 7-ը չեմ հիշում միգուցե հա ինձ թվում է 6 օր են քայլում մոտավորապես 400 քանի մղոն բայց ինչն է հետաքրքիր ուրեմն էլի #Google-ը ու Wikipedia-ն այլը ցույց տվեց որ ֆիլմում ռեալիստիկությանը մի քիչ մոտեցրել են ինչ որ հարցերում օրինակ գրքում գրքի հետ համեմատած գրքում մասնակիցներ են 12-ից 18 տարեկան երեխաները ու քայլում են 1 մղոն ավելի արագ մինիմալ արագությունը որ իրանք պետք է պահեն հա կարծես մոռացել ենք նշել որ այնտեղ կար ամենակարևորը մինիմալ արագությունն է 1 մղոն ավել էր 1 մղոն ժամ ավել էր քան ֆիլմում այսինքն ինչ որ մոտեցել են ռեալիստիկությանը բայց Ես որ ասեցի 6 օր եւ այլն, այսինքն հասկացանք որ գրքում ավելի ոչ ռեալիստիկ է։ Այդ ռեկորդը 86 թվականին է, գիրքը 79-ն է, այսօր Stephen King-ը ուղղակի ֆանտազիա էր ինչ որ անում։ Այդպես, այդ համեմատից ու երբ ես վերջապես Google-եցի, հասկացա որ օքեյ, ես պատրաստ եմ ընդունել այդ խաղի կանոնները, մի քիչ ֆիքշնի վրա էլ տանենք եւ օքեյ։ Ֆիլմի ինչ որ հետ կապված հետաքրքիր փաստերից ու հատկապես պրոդյուսերների պրոմոշնի տեսանկյունից մի երկու հետաքրքիր բան կարելի ասել 25 թվականի օգոստոսի 30-ին Lionsgate-ը հատուկ սկրինինգ կազմակերպել, որտեղ մարդիկ եկել են ու տրինաժորի վրա քայլելով են նայել ֆիլմը ու այնտեղի տարբերություն բանի ֆիլմի թե 3 մղոնը ֆիլմում 3 մղոն էր չեմ հիշում հա ոբշեմ 3 մղոն ժամ կարծեմ 5 կիլոմետր/ժամ էին ռուսեն թարգմանել ուրեմն 3 ժամ կիլոմետր արագությունը պահելով պետքա նայեին ու այդ նայել են հենց մեկը իջալ այդ արագությունը թույլատրել է ինքը կրակել են չեն կրակել ինքը այսինքն էլ չի տեսել այդ ֆիլմը տենց ինձ թվում է ասենց բավականին հետաքրքիր մարքեթինգային քայլ է եղել այսինքն եթե ֆինանսական այդ տեսանկյունից էլ շատ չի օգնես ու ինֆորմացիայի տեսանկյունից sense բավականին քայլելով նայում ես գիտես որ 3 մղոնի չար դուրս ես գալու ինձ շատ աշխատասեր նայողներ կլինեին մի շատ հետաքրքիր փաստ կա նաև Դեվիդ Ջոնսոն չէ կերպարը ինքը ամբողջ ֆիլմի ընթացքում նկարահանումների ընթացքում քան դե այդ մայորի պերսոնաժը ինքը շատ բացասական է Մարկ Խեմիլը միշտ բողոքել է որ ինքը այս ընթացքում էլ կյանքում այսքան վատ պերսոնաժը չի էլ պատկերացրել ինքը գիտեմ որ մի երկու տեղ ունի վատ պերսոնաժ հիշում եմ ինչ որ սերիալում եմ տեսել բայց ինքը Trickster-ի նախացե Flash-is Legend բայց այնի խնդալու դեր է ամեն դեպքում ես ինքը ասել է շատ բարդ է էլի շատ անտանելի է նման կերպարի խաղալը որ ինչ ուզում անում ես ու ինչն է վիլեյնների գլխավոր հատկանիշը չէ իրենք երբեք չեն կարծում որ իրենք ինչ որ վատ բան են անում իրենք իրենց գործն են անում հիմա այսա պետքա կրակեն կամ հակառակը գիտեն որ ճիշտ են անում միակ լուծումը դա է Թանոսը եւ այլն չէ գտնում են որ տենց է պետք անել հիմա ասածս ինչ է այս կերպարը ինքը շատ վատ պերսոնաժ է ու Դեվիդ Ջոնսոնը ինքը ամբողջ նկարահանման ընթացքում սեթինգում չի խոսած է Մարկ Էմիլի հետ ամբողջ ընթացքում ասում է դե հա այնտեղ կային տղեկ ովքեր գնում սենց ոնց որ հետը շփում էին դե լյուկն ալի ոնց է կալի դիման ասում է ճիշտ է իմ կողմից հետի մի քիչ բավականին բան է նաև ասում է տարօրինակ թե այս ինչ եմ ասում չեմ շփվում հետո իգնոր եմ անում իրան եւ այլն բայց ասում է իմ կերպարի կառուցման տեսանկյունից հետի բավականին լավ քայլ էր իմ կողմից ասում է բայց ինչն էր հետաքրքիր որ նկարահանումներն ավարտվեցին ասում է ես գնացի մի երկու բառ փոխանակեցի Մարկ Խեմիլի հետ ասում է շատ sense դրական շատ sense լավ մարդ է ինքը ոնց որ ասել է միշտ մոռանում ես տղան Դեվիդ Ջոնսոնին որ keep going как бы ոնց որ ես ֆիլմը նայելուց ասում եմ որ այստեղ են շատ առաջ գնալու ինչ որ օսկարներ եմ տեսնում ես տղայի ապագայում կոֆեյ բար օսկար եմ տեսնում ու նայի Սկոտ Կուպերը ինքը
Կուպեր Հոֆմանը, Սկոտ Կուպերը։ Կուպեր Հոֆմանը լինելով Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի տղեն, ինքն էլ լավ դերասան, միանշանորեն մարդկանց մոտ է խաղացել, որ էլ դուսուս, անցած տարի էլ Saturday Night հետ էր խաղում։ Միևնույնն է, ես իրան դեռ չեմ տեսնում այդ ինչ որ այդ տեսակ մրցանակներով եւ այլն, բայց ես Դեվիդ Ջոնսոնին միանշանակ տեսնում եմ։ Համաձայն եմ, հա։ Իրականում ինձ երկու գլխավոր, փաստացի իրանք էին երկու գլխավոր դերասանները ֆիլմի ընթացքում։ Դա սպոյլեր չի, հեչ պարտադիր չի գլխավոր դերասանը հասնի մինչև ֆիլմի վերջ։ Բայց կարող է հասնում է։ Բայց կարող է հասնում է։ Էսի բան է, սպոյլեր որ չես անում, բայց իրականում մեկա սպոյլեր ես կարող անում։ Դե ով ինչ մտածի։ Հա, իրականում երկու գլխավոր դերասանների խաղը իմ դուրա անձամբ շատ եկավ, այն breakdown պահը, որ եղավ, որ մորմոտ ավազում, ու ես այդ պահին հուզվել էի, ինչ լավ է որ կինոթատրոնում լույսերը անջատած են։ Ու այդ պահում ես մտածում եմ ոնց իր մայրը իրան չգրկեց ու հետո հասկացա որ եթե հանգարց գրկեր չէր գնալու այդ տղեն այդտեղ էլ կանգնելու էր ու իր ձեռքերում մահանը բայց այդ մի պահը սենց շատ ինչ-որ չգիտեմ կատարսիսային էր կամ սենց իմ համար սենց բան եղավ էլի ամենաէմոցիոնալ հատվածը հենց դա էր ինքը միանշանակ շատ ավելի ուժեղ էր քան ավարտը որտեվ սենց քրտ ավարտվեց ու մենք ինչ որ եղավ սենց ոնց որ Սենց ավարտվեց, բայց ստեղ կարացանք ստանանք այդ մարդկային փոխհարաբերությունների այդ հիմնական ոնց ասեմ կայծը շտոլի, չգիտեմ, այդ կինը չէ տղեն գալիս է դեպի իրան, ինքը ասում է keep going, ասում է գնա, ինչ ես գալի, փաթաթվում եմ, ասում է գնա, գիտի որ չպետք է կանգնի այս տղեն եւ այլն, ու ինչն է հետաքրքիր, որ հենց տխու հենց ինչ էր անունես մեր պերսոնաժի համար 47 համար 47-ը Գերեցի տենց եմ ոնց որ ազգանուն հիշում Արգանը հա Ռեյմոնդ Գերեց հա ինքը համ գիտի որ չի կարելի անել այն ինչ անում ես դու բայց միևնույնն է ինքը մեղավորություն էր զգում ինքը զգում էր որ ինքը մեղավոր է այս ամեն ինչի համար ու որ մորը տեսավ ինքը չկարողացավ այդ պահել իրեն ու գնաց ցոտիկի գրկեց ու ասեց կներես այս ամեն ինչի համար ու մերն ասում է ինչ կներես գնա շատ հետաքրքիր ու ոնց որ դրանից հետո ասես մի քիչ կոտրվում ես էլի նայելուց հետո այս տեսակ տեսարաններ ու խղճում ես նո այդ դինամիկան էլ հա իրա գիտակցելու որ ընդհանրեն ինչ որ վրեժի համար ինքը պատրաստ են շքայել են, բայց չի մտածել օրինակ չգիտեմ, բարեկամ կա, վերջ-վերջով մայրը կաք մինիմում, հետո ասում անկերուհի ունի եւ թե հիշես, այսինքն ինքը ինչ որ արտաքին աշխարհի հետ կապեր ունի, այնպես չի որ կորցնելու բան չունի ու այդ գիտակցությունը սպոյլեր իրան գալիս է ամեն դեպքում Թե ինչ ա լինում կիմանա վերջը։ Դե սխալ է դա, որովհետև ճիշտ է, մահացող մարդը մահանում գնում է, իսկ տանջվում են նրանք, ովքեր մնում են նրանից հետո։ Այսինքն ինքը սա բավականին էգոիստական քայլ է, ինքը չի մտածում իր մոր ապագա ապրումների մասին եւ այլն, ինքը որոշում է իր անելիքը անի։ Էլի մի երկու հետաքրքիր բան ասեմ ֆիլմի մասին, գրքում մեծամասաբար սպիտակ պերսոնաժներ են, մեծամասնաբար, իսկ ֆիլմում դե պարզա դե diversity-ն ապահովված է եւ հնդկացի են բերել եւ ազիատ են բերել, ում ազգանունը Օլսոնը երկու սևամորթ են բերել, այսինքն ֆիլմը բավականին փորձած է սենց շատ բան անել։ Ֆրենկ Դարաբոնտը 2000-ականների սկզբին ցանկացել է նկարահանել, իրավունքները վերցրել է որ դե գիտենք իրան սիրում է նկարել Սթիվեն Կինգ, բայց ինչ որ երկար ժամանակ չի զբաղվելու, թողել է ու մի հետաքրքիր փաստել ֆիլմի վերնագիրը 20-րդ րոպեին է հայտնվում։ Այսինքն հա, ես դες գացինք որ ուշ հայտնվեց, առաջին շատ կտրուկ պահից հետո նոր այդ ժամանակ գրվում է The Long Walk։ Եվ вообще վերջերս մոդա է դառը որ կամ կինոյի ամենավերջում են մեկ է տիտրը հայտնվածնում ու վերջանում է կինոն բայց հա ամեն դեպքում օրինակ ինչ որ ինքը իր դինամիկան ուներ էլի ոնց որ մենք մեզ փաստացի միջև այդ պահը չեն ասում ինչա կատարվելու այդ պահին է այսինքն մեր մոտ ենթադրություն էր չէ որ օրինակ չգիտեմ սպանելու են ենթադրենք մեր մոտ դա ենթադրություն է որտեղ ֆիլմը ոչ մի ձև հա դա փաստացի դա չի հայտնում այդպես ինչ կարող ենք ավելացնել ֆիլմի վերաբերյալ, ինձ թվում է ինչ որ վերդիկտ քո կողմից։ Հա, ինձ թվում է վերդիկտի պահն է։ Դե մենք որոշեցինք, որ Սանդրա կունենանք, հա, 4 կատեգորիայով, չնայելու, նայելու եւ այլն, ինձ թվում է սա դե վերջին կատեգորիան masterpiece-ն է, այդտեղ ինչ որ կինոներ ենք որոշել դնել, որոնք sense wow էֆեկտ են մեր վրա գործել։ Կոնկրետ սա ինձ թվում է վերևից երկրորդ ռանգը must-see տարբերակն է, որ անպայման արժի նայել, ինքը երկար չի, ինքը դինամիկա, ինքը հետաքրքիր է, ինքը էմոցիաներ է տալիս։
Ես եթե նայած չլինեի ոնց որ ինձ անցյալում խորտայ, միանշանակ խորտ կտայի, որ պետք է նայել։ Հա, միանշանակ արժի նայել, համել կծանոթանանք Ստիվեն Քինգի եւս մեկ պատմության, որոնք թվում անverջ քանակի են կարդալ նրա գրքերը, մարդիկ գիտենք, որ կարդում են 50, 60, 70 գիրք ունեն կարդացած, այդ 2 ժամում ընդամենը կծանոթանանք նրա հերթական Մարդկա գումարային այդքան գիրք չի կարդացին, արժանանակ Ստիվեն Քինգի այդքան ստեղծագործություն։ Նրա հերթական ինչ որ վախենալու պատմության հետ։ Հա, հայրեն ասած ձիք էր նայում հետքին։ Ինչ խոսք։ Հա, դե մի խոսքով մեր վերդիկտն է մասսի։ Պեչատնել դրեցինք։ Ռաչիա Մարտին։ Օրինակ, գիտես որ ֆիլմն է գտնվում IMDb top 250-ի 128-րդ տեղում։ 128։ Այո։ Ես ասի կիմանաս։ Ինչ պրինցիպով է ընտրել երկուսի, քանիսա 7 աստիճան։ Մոտավոր կեսերի վրա է։ Okay, չէ, սենց ուղղակի չգիտեմ։ Հիմա հնարավորություն ունես 10 հարցի միջոցով գուշակել այդ ֆիլմը։ Պետք է 10 նենց հարցեր, որ ես պատասխանեմ այո կամ ոչ։ Ահա։ Այլ հարցեր չտաս։ Խնդրում եմ։ Դե, սկսի։ Հասկացա։ Սխալվելու իրավունք ունես թե չունես։ Չէ, արի չունենամ։ Չունես։ Պիտի դժվար պայմաններ լինեն։ Հա, չունես սխալվելու հնարավորություն։ Ինչ, առաջին հարց։ Ահա։ 21-րդ դարի ֆիլմը։ Վայ մամա ջան։ 21-րդ դարի ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2010-ից հետո։ Okay։ Ֆիլմի իրադարձությունները տեղ են ունենում իրական աշխարհում։ Առավել քան։ Առավել քան։ Okay։ Գլխավոր հերոսը տղա է։ Տղամարդ է։ Տղամարդը գլխավոր հերոսը 2010-ից հետո քանի հարց եղավ։ 4։ Հաշվում ես։ Արփինեն է հաշվում։ Բարև ձեզ։ Ինձ ցույց է տալիս։ Так, okay, ուրեմն ունենք որ 10 թվականից էս կողմը նկարահանվել, տղամարդը գլխավոր հերոսը, իրական աշխարհում են իրադարձությունները կատարվում, էլ ինչ էի հարցրել։ Էլ ինչ էի հարցրել։ Հա, 21-րդ դար։ 21-րդ դարը արդեն, հա։ Հա, 21-րդ դարան։ Լավ, իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից աշխարհում։ 13 թվականի իրադարձություններ չեն ամեն դեպքում, չէ, շատ 20-րդ դարի իրադարձություններ են։ Ֆիլմը 13 թվականից 20-րդ դարի իրադարձություններ են, իմ հասկանալով 80-ից 90-ականների իրադարձություններ են։ Հա, okay։ Այդ 5 հարց է եղավ։ 5։ Okay, տղամարդ 2013, Վահեն Մերլիներ թվով ասեր պրծներ 13, այդ կամերը ինչ կար, չորնի, չէ, դա շուտ էր։ Լավ։ Ասացիր 80-90-ականներ։ Լավ, ինչ որ իրական պատմության հիման վրա է։ Այո։ Լավ, այն կինոները, որոնք մտքից գալիս են, ես չեմ նայել։ Իրական պատմություն 80-90, իրական աշխարհ Օսկարին նոմինացվել է լավագույն կինոյի համար։ Հա, ասեի չես հարցրել։ Հարցդ կրկնիր, խնդրում եմ։ In Best Picture nomination, yes, նոմինացվել է։ Այո։ Մնաց 3 հարց։ Ահա, ինձ թվում է արդեն մոտ ես խիստ։ Չէ։ Ապա հրաչյա գլխավոր հերոսը։ տխոմ։ Օ։ Չէ, բայց դա ավելի ուշ է։ Okay, այդ որ իրական այդ մարդը ինչ որ հիվանդություն ունի, գլխավոր հերոսը, տղամարդը։ Չէ, այս ֆիլմը այդպես բանի մասի չի, հա։ Ինձ թվում է Էլի 7 մնաց, 8 պետք է լիներ։ Այդ չէ, հա, okay, լավ։ Okay։ Քանի հարց մնաց? 3։ 2։ Okay։ 2 հարցեր։ Գլխավոր հերոսը արդյոք ունի խնդիրներ արգելված միջոցների հետ կապված։ Միանշանակ։ Խոսքը թմրանյութերի մասին է։ Դե
Լավ, Ոնց կարող է գլխավոր հերոսը ֆիլմի անվան մեջ կա որևէ կենթանու միանշանակ քանի հարց մնաց սա վերջին հարցն է ուզում էլի հետաքրքիր հարց տայ բայց արդեն հասկացել էր ինձ թվում է Wolf of Wall Street այո խոսքը գնում էր Մարտին Սկորսեզեի Wall Street-ի գայլը ֆիլմի մասին, որտեղ գլխավոր դերում խաղում է այո, ուզում եմ Դիկապրիոն հաջորդ հարցը հենց դա է ուզում Փաստորեն իրադարձությունները ես չգիտեի մոտավոր որ ժամանակաշրջանում են ամենայն հավանականությամբ 90-ականներ, որտեղ Ջորդան Բելֆորտը 62 թվականին է ծնվել Հա, երևի 80-90 դե եթե սյուժեը հիշես ընդ նոր են կոմպյուտերներ հայտնում հեռախոսով բան տենց Ապրես, գուշակեցիր բավականին բարդեր, ինձ թվում է 7-րդ հարկից հարցից էի հասկացել։ Այդ կոմենտը թվով արդեն սկսեցի գցել բանը։ Ինձ թվում է թիվը չէի ասել, բայց ես ասեցի։ Հա, դու թիվը ասեցի։ Որովհետեւ ուզում էի ժամանակը ասեի, ուզում էի ասել հենց այդ ժամանակը չի ու տենց, բայց լավ ստացվեց, ինձ թվում է շատ սիրուն գնաց։ Հա, շնորհակալ եմ քվիզի համար, Մարտին ջան, հուսանք կկրկնվեն։ Միանշանակ։ Իսկ երկայնքյունին այսօր այսքանն էր։